Վիեննայում մարտի 29-ին հնարավոր է կայանա Փաշինյան-Ալիև հաջորդ հանդիպումը։ Տեղն ու օրը հրապարակել է ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով Վիեննայի դիվանագիտական իր աղբյուրը։ Մինչ այս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Փաշինյանի եւ Ալիևի հետ հանդիպումներից հետո հայտարարել էին, որ նրանք համաձայն են առաջիկայում հանդիպել։ Կառավարությունն այսօր արտահերթ նիստ արեց օրակարգում 7 հարց, երկուսը աջ ղեկով մեքենաների ներմուծման մասին։ Ըստ այս որոշումների աջ ղեկով մեքենաները, որոնք Հայաստան են բերվել մինչև դեկտեմբերի 31-ը, հնարավոր կլինի հաշվառել եւ առանց ղեկը տեղափոխելու օգտագործել Հայաստանի տարածքում։ Այդ թեման փակեցինք, չէ՞։ Հույս ունեմ ընդմիշտ Նիստն ավելի հետաքրքիր էր օրակարգից դուրս։ Փաշինյանը հիշեց այն ռեկտորներին, որոնք կուսակցականացրել էին բուհերը եւ ուսանողների առաջ դուռ փակել։ Այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են կուսակցական բաներ, բջիջներ, այն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, այդ ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն։ Սա իմ շատ հստակ դիրքորոշումն է, եւ մենք չպետք է վախենանք այդ դիրքորոշումը ասել։ Թող դռների ճանկռեն, իրանց սեղաններից ու բազկաթոռներից ճանկռեն, բայց իրանք նոր Հայաստանում անելիք չունեն։ Թող գնան իրանց համար գտնեն այլ աշխատանք, այլ անելիք, այլ առաքելություն։ Փաշինյանը անուն չնշեց, բայց ակնարկը պարզ էր։ Դիմադրող ռեկտորը Արամ Սիմոնյանն է, որի դեմ անթաքույց պայքարում է կրթության նախարարը։ Փաշինյանի այս միջամտությամբ Սիմոնյանի հրաժարական այսուհետև արդեն հեղափոխության պահանջ է եւ քաղաքական որոշում։ Հեղափոխությունը սկսել է այս պահանջով եւ ավարտվելու է այս պահանջով։ Ինչքան էլ она будет жаловаться, скажет, что բանկադիմի ապկոմ եւ այլն չկա տարբերակ։ Սա քաղաքական որոշում, այո։ Քաղաքական որոշում է, եւ այդ քաղաքական որոշումը մի շաբաթ էս կողմ, մի շաբաթ են կողմ կիրագործվի։ Այսօր Անդրանիկ Մարգարյանի մահվան 12-րդ տարելիցն է։ Պանթեոն էր այցելել նախկին պաշտոնյաների մեծ խումբ։ Այստեղ էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին քաղաքապետը, պաշտպանության նախկին նախարար, խորհրդարանի նախկին նախագահը։ Ապրիլի վերջին շաբաթ սահմանված քաղաքացու օրը, որ կարող է համընկնել նաև Սերժ Սարգսյանի հրաժարականի օրվան, Գալուստ Սահակյանը իհարկե չի նշելու։ Նա իր փիլիսոփայությունն ունի, ասել է ամեն օրն է քաղաքացու օր։ Եթե ապրում շնչում են, ուրեմն քաղաքացու օր է։ Բնականաբար ծիծաղելի բան է, քաղաքացու օր չի լինում։ Այդպես որ լինի, կարելի է երբեմն նաև գյուղացու օր հայտարարել, այդպես հերթականությամբ գնալ։ Ոնց որ մյուս տոները, այդպես էլ այդ տոնը կողքով կգա, կանցնի կգնա։ Երևանի քաղաքապետարանում խորհրդակցություն էր եւ մտահոգություններից մեկը քաղաքից անբաժան աղբն էր։ Քաղաքապետը վերջնագիր ներկայացրեց Սանիթեքին՝ կամ նորմալ մաքրում եք քաղաքը, կամ քաղաքն է զբաղվում իր մաքրությամբ։ Լավ գիտեք, որ ամեն ինչ քաղաքային իշխանություններ արել են, որպեսզի Սանիթեք ընկերությունը մի քիչ ուշքի գա։ Բայց եկել է պահը, որ դրա հակառակը լինի։ Սանիթեկը կամ վերցնում է պատասխանատվությունը, անում է, կամ ուղղակի դա տալիս է քաղաքային իշխանություններին, որպեսզի քաղաքը մաքուր լինի։ Այլևս մենք եւ երևանցիները չեն հանդուրժելու կեղտոտ փողոցներ։ Բացի ԵԿՄ-ի նախագահի պաշտոնից պատգամավոր Սասուն Միքայելյանը հավակնում է դառնալ Հայաստանի Թեքվանդոյի ֆեդերացիայի պատվավոր նախագահը եւ այդպիսով լիովին զբաղեցնել Մանվել Գրիգորյանի պաշտոնները, որը ԵԿՄ-ի նախագահն էր եւ այս ֆեդերացիայի պատվավոր նախագահը։ Սակայն ֆեդերացիայի ոչ պաշտոնական ժողովը խաղաղ չանցավ։ Որոշ մարզիչներ դժգոհում էին ֆեդերացիայի ղեկավարներից, ինչ որ գեներալ Հովանավորից, սա բարկացրեց Սասուն Միքայելյանին։ Գեներալին շշով Միքայելյանը խփել է ապրիլի 22-ին, երբ բերման էին ենթարկում նրան, եւ ըստ երևույթին այդ դեպքը հիշեց այսօր վեճի ժամանակ, երբ բացատրում էր, թե ով է։
Ոստիկանապետը զանգել էր Պոլիտիկ EM կայքի գլխավոր խմբագրին, հարցնելու թե ինչու է չճշտված տեղեկություն հրապարակել։ Միայն այդքանը եւ առանց սպառնալի տոնի, այսօր վստահեցրեց Վալերի Օսիպյանը։ Պոլիտիկ EM-ը գրել էր, թե Ալեքսանդր Սարգսյանի որդին Նարեկը կեղծ անձնագրի անունով Գոնսալեսը Պրահայից զանգել էր Օսիպյանին եւ վիրավորել։ Ես պաշտոնապես հայտարարում եմ Նարեկ Սարգսյանը կամ որևէ մեկը ինչ չի զանգահարել։ Հայտարարում, եթե դա ապացուցվի, ես պատրաստ եմ հրաժարվել իմ ներկայիս պաշտոնից։ Արշակունյաց Պողոտայում ուշագրավ տեսարան է ֆիքսել մի քաղաքացի, վթարից հետո իրար են բախվում արդեն վարորդները։ 2-3 հոգով վազում են մեկի հետևից, ծեծում իրար եւ այս ամենը երթևեկելի գոտում։ Ըստ ականատեսների, կռվարարները եղել են ոստիկանությունից։ Բաղրամյան 26-ում այսօր հյուր էին Հենրիխ Մխիթարյանը եւ նրա փոքրիկ երկրպագուն Գյումրեցի Մանվելը, որ երազում էր հանդիպել Արսենալի կիսապաշտպանի հետ։ Այդ երազանքը պատմել էր նախագահ Սարգսյանին եւ շուտով այն կատարվեց։ Ինքը մենակ քեզ գիտեր որպես հայտնի ֆուտբոլիստ, ասեցի բա դու լեննականցի մարդ ես։ Հիմա ով կա հայտնի լեննականցի ֆուտբոլիստին։ Լևոն Իշտոյանը։ Դոլարի փոխարժեքն այսօր աճել է կազմելով 485 դրամ, եվրոն 550 դրամ է, բրիտանական ֆունտը 640, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 756 դրամ։ Մարտի 26-ին Հայաստանում մերթընդմերթ սպասվում են տեղումներ, լեռներում եւ նախալեռներում ձյուն, հովիտներում անձրև։ Երևանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, տեղ-տեղ ձյուն եւ թաց ձյուն։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0-ից 2, վաղը ցերեկը 4-ից 6 աստիճան տաքություն։